Մարտի 17-ին Թբիլիսիում վախճանվեց վրաց ուղղափառ եկեղեցու պետ, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը։ Կիրակի օրը Սամեբայի Սուրբ Երրորդություն Մայր եկեղեցում տեղի են ունեցել հանգուցյալ հովվապետի հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունները։ Հոգեհանգստի արարողություններին մասնակցել են հազարավոր մարդիկ, նրա հիշատակը հարգելու եւ անձամբ հրաժեշտ տալու համար մարդկանց բազմությունը ժամերով սպասել է։ Սգո արարողություններին մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական, հանրային եւ մշակութային գործիչներ, հովվապետեր եւ եկեղեցական պատվիրակություններ տարբեր երկրներից։ Երկրում սուգ է հայտարարվել։ Թաղման օրը պատրիարքի մարմինը Սգո թափորի ուղեկցությամբ տեղափոխվել է Սուրբ Սիոնի Մայր տաճար, որտեղ էլ տեղի է ունեցել հուղարկավորությունը։ Իլիա II-ը շուրջ կես դար առաջնորդել էր վրաց եկեղեցին։ Նա համարվում էր իր ժամանակի ամենահեղինակավոր կրոնական գործիչներից մեկը, որը շենացրել եւ պայծառացրել է վրաց եկեղեցին անաստվածության խորհրդային տասնամյակներից հետո։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության եւ հավատավոր ժողովրդի անունից ցավակցագիր է հղել կաթողիկոս պատրիարքի վախճանման առիթով։ Նորին սրբություն Իլիա II կաթողիկոս պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ եւ աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ եւ սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը, հաստատուն պահելով վրաց Սուրբ եկեղեցու առաքելությունը, ասված է ամենայն հայոց կաթողիկոսի ցավակցագրում։ Վեհափառ հայրապետն ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին, մաղթելով, որ նորին սրբության հիշատակը միշտ վառ մնա, հավատավոր իր զավակների սրտերում եւ ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։